մենք ենթադրում ենք, որ դրվում է ապագայում ընտրությունների կեղծման ֆունդամենտը հասարակական դաշտում։ Անցած ուրբաթ խորհրդարանում է դրվել հասարակական դաշտում ընտրությունների կեղծման ֆունդամենտը։ Երբ միայն ՔՊԱ-ականների քվեով փոփոխվեց ընտրական օրենսգիրքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրավունք տվեցին վարույթ հարուցել եւ ուժը կորցրած ճանաչել դիտորդական այն առաքելության հավատարմագրումը, որը մասնակից ուժերի քարոզչությունը կամ հակաքարոզչությունը կանի, ֆինանսավորման իր աղբյուրը չի նշի։ Մինչև հիմա ընտրական օրենսգրքում կար ընդամենը 3 պահանջ, որ ներկայացվում էր հասարակական կազմակերպություններին կամ հիմնադրամներին, որոնց բավարարելու պարագայում կազմակերպությունները կարող էին իրականացնել տեղական դիտորդական առաքելություն։ Հիմա այդ պահանջների թիվը դարձել է 11, այսինքն ավելացել է 8 պահանջ։ Հայաքվեի ներկայացուցիչները 11-ից ամենավտանգավորը համարում են այն պահանջը, ըստ որի դիտորդը երբևէ չպետք է կողմ կամ դեմ քարոզչություն իրականացրած լինի ընտրությունների մասնակիցների նկատմամբ։ Ինչ ասել է երբևէ, որն է քարոզչությունը կամ հակաքարոզչությունը։ Հստակ ձևակերպումներ չկան։ Եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Հենց Հայաքվեն է արձագանքում անցած շաբաթվա վերջին արագացված ընթացակարգով խորհրդարան բերված ընդունված օրենքին, որովհետև խորհրդարանում ՔՊԱ-ականների շուրթերին հենց Հայաքվեի անունն էր։ Հայաքվե դիտորդական առաքելություն։ Արուսյակ Ջուլհակյանը չէր թաքցնում։ Ընտրական օրենսգրքում դիտորդներին վերաբերող դրույթի փոփոխության անհրաժեշտությունը ծագել է Գյումրիի եւ Էջմիածնի ընտրություններից հետո, հատկապես Հայաքվեի աշխատավոճից ելնելով։ Ընտրական, այսպես ասած, խուժանությունները։ Ընտրական, այսպես ասած, խուժանություններ։ Այսպես ասած, սելը ջրալու փոխարեն սելվորն է ջրում։ Հայաքվեն հարյուրավոր դիտորդներ է ունեցել Փարաքարի, Գյումրիի, Վաղարշապատի ընտրություններին, նրանցից որևէ մեկը նկատողություն անգամ չի ստացել, հիշեցնում են քաղաքացիական միավորման ներկայացուցիչները։ Չկա որևէ փաստ իրական հողի վրա, որ մեր դիտորդները փորձեն խանգարել ընտրական գործընթացին, փորձեն քարոզչություն իրականացնել կամ հակքարոզչություն, բացառված է։ ՔՊ-ն Հայաքվեին անաչառ դիտորդական առաքելություններին մեկուսացնելով ուզում է ընտրատեղամասերը իր սրտի դիտորդներով լցնել, որ նրանք էլ իր սրտի գնահատականը տան ընտրություններին, կեղծիքները չնկատեն, պնդում են Հայաքվեի ներկայացուցիչները։ Դաշտում բավականին խոսում են այդ մոլդովական սցենարի հետ կապված, որ Հայաստանում եւս լինելու է, մենք գործընկերներով քննարկել ենք, մտածել ենք, որ այո, հնարավոր է նաեւ ընտրությունների այդ բուն ժամանակաշրջանում կիրառվի, այսինքն մի շարք քաղաքական կազմակերպություններ զրկվեն ընտրություններին համապետական մասնակցելու հնարավորությունից, բայց մենք չէինք մտածում, որ այդ պիլոտային ծրագիրը կսկսվի դիտորդներից, դիտորդական կազմակերպություն, մասնավորապես Հայաքվեից։ Եթե արդեն արձանագրել են, որ Հայաստանում մոլդովական սցենարի կրկնության պիլոտային ծրագրի իրականացումը ՔՊ-ն սկսել է դիտորդներից, ինչ է անելու Հայաքվեն, որ 4 ամիս հետո խորհրդարանական ընտրություններին կոտրած տաշտակի առաջ չկանգնի, ինչպես իրենք են բնութագրում, 500 դիտորդների ոսկե ֆոնդը դիտարկման հնարավորություն ունենա։ Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես անենք։ Սահմանադրական դատարան դիմելուց մինչև այլ սցենարներ, դիտորդական առաքելության իրավունքների իրացման ուղղությամբ Հայաքվեում դեռ քննարկումներ են։ Հստակ որոշում այլ հարցում կա։ Հայաքվեն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Որպես գործընթացի անմիջական մասնակիցներ եւ ոչ թե որպես դիտորդներ։ Լայն կոալիցիայով մասնակցության մասին է խոսում Հայաքվեն։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։